Հեծի պետականացման մտքից չի հրաժարվել Նիկոլ Փաշինյանը, անկախ բոլոր վտանգներից ու խնդիրներից։ Ըստ Փաշինյանի, Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերության պետականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան է, ասում է շուտով գործընթացը կմտնի գործնական փուլ։ Որ այս գործընթացը վտանգավոր է, վաղուց են ահազանգ հնչեցրել մասնագետները։ Բոլոր վտանգների կողքին ամենամեծն ու մտահոգիչը Հայաստանի վարկանիշն է։ Ինչ է լինելու, եթե պետությունը վերցնի բիզնեսը գործարարից։ Եվ որ սկսում է սեփականության գողության գործընթաց, սա նաև ընդհանուր Հայաստանի վարկանիշին է անդրադառնում, որտեղ բոլոր ներդրողները արդեն կմտածեն, արդյոք կարժի Հայաստանում ներդրումներ անել, անամենը Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում ձևավորվել է բավականին բացասական ներդրումային միջավայր։ Հայաստանում վերջին շրջանում պետական կառույցների եւ խոշոր գործարարների միջև առաջացած լարվածությունը նոր քննարկման թեմա է դարձել։ Գործարարներից բիզնեսների քաղաքական պատճառներով վերցնելու դեպքերը ոչ միայն հասարակական, այլև միջազգային արձագանքի պատճառ կարող են դառնալ։ Սեփականության իրավունքի խախտումը, իսկ այս դեպքը հենց այդպես են բնորոշում զրուցակիցներս, կարող է լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնել Հայաստանի, առանց այն էլ վատ վիճակում գտնվող տնտեսության համար։